Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, այս մտածումների համախումբն է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի գործնական նպատակը Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովող կիրառելի հայեցակարգի ձևակերպումն է և այդ հայեցակարգը, այդ բանաձևը ձևակերպվում է, եթե չասենք ձևակերպված է։ Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը և ինչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը Օսմանյան կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը Ռուսական կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։ Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է. ժողովուրդ, հասեք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետական ու պետության ատրիբուտ են և հետևաբար ենթագետակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն ատելի։